Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ջորջ ջան, ես մի հատ բան ասեմ, իմ գործընկերները որոշեցին դուրս գանք ու փաստացի ոնց հասկացա բոլորից ձեզ հրավիրել էին, այստեղ մեր գործողությունը որն էր, որ ավելի հստակ լինի։ Հիմա, որը նորից շարունակելու ենք, տրամաբանությունը հետևյալն է։ Ուրեմն դատարանում այս պահին ունենք պահանջ, ձևավորած պահանջ, որը ըստ էության վիճարկման հայցի տրամաբանության ներքո է, որպեսզի ժամանակագրական առումով բոլորին սա պարզ լինի, ուղղակի ձեզ պարզաբանեմ, դեռևս փետրվարի 29-ին մեր կողմից հայցադիմում էր ներկայացվել հետևյալ պահանջով. ոչ իրավաչափ ճանաչել կրթության գիտության նախարարության, գործողությունները եւ ըստ էության որպես հետևանք, պետռեգիստրի իրավունքի գրանցում, կադաստրի մյուս այդ հարցերի վերաբերյալ որպես հետևանք է ներկայացված։ Դատարանը մեզ նշված հայցադիմը վերադարձ է արել եւ մենք փոխել ենք մեր հայցի էությունը, ընդ որում վարչական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից ելնելով տնօրինչական իրավունքը պատկանում է հայցվորին, հայցվորը ինքն է որոշում, նախ դատարանում հայցը, ասենց ասեմ, վարչական դատավարության օրենսգրքի համաձայն հայցը գործը քննվում է հայցը հարուցելու հիման վրա։ Երբ որ հայցը մենք հարուցում ենք դատարանում, այսինքն հայցվորն է ներկայացնում, ինքն է իր պահանջի իրավատերը, ինչա պահանջում ինքն է իրավատերը, թեև դատարանը ունի ֆունկցիա ex officio ներկայացնելու եւ մատնանշելու թերությունները, ուղղորդելու նաեւ ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինելու ճիշտ հայցատեսակի, այդուհանդերձ միայն հայցվորն է որոշում, թե ինքը իր պահանջը որ հայցատեսակի տրամաբանության ներքո է ներկայացնում։ Հիմա, երբ որ մենք կրկին ներկայացրել ենք արդեն շտկելով մեր թերությունները, սխալները, դատարան, մուտք ենք արել, արդեն մեր պահանջը հստակ ձևակերպել ենք հետեւյալ ձև, որ պետական ռեգիստրում իրավունքի ես կրճատ եմ էլի ասում, որպեսզի պարզ լինի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում իրավունքի դադարեցումը եւ վերակազմակերպումը, որը որ տեղի է ունեցել, անվավեր ճանաչվի, վերացվի եւ ըստ էության եւ ոչ թե որպես հետևանք կամ եւ ոչ իրավաչափ ճանաչվի կրթության գիտության նախարարության կողմից կատարված գործողությունները, որոնք բխում են որոշումից, կառավարության որոշումից։ Այսինքն ակնհայտ է, որ մենք ունենք հիմա ստեղ նաև մենք եկել ենք Արդարադատության նախարարության պարզաբանումը տվյալ պարագայում, որը որ վերաբերվում էր նաև սրան, որ այդուհանդերձ իրենք ներկայացրել են, որ Գոյ թատրոնի հայցը որպես այդպիսին ճանաչման հայց է, ըստ էության իրենք հղում են կատարել դատալեքս տեղեկատվական համակարգին, որ վերոգրյալի համատեքստում հաշվի առնելով, որ դատալեքս տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն թիվ ՎԴ 219505 վարչական գործով ներկայացվել է ճանաչման հայց, ես փաստում եմ բոլորը տեղյակ, թե դատալեքս տեղեկատվական համակարգը տևական ժամանակ ինչ կարգավիճակում է գտնվում։ Այսինքն այդտեղից հստակ ինֆորմացիա ստանալ, այսօր մենք փաստաբաններս այդ խնդրեմը ունենք, չենք կարողանում, որտեղ դատալեքս համակարգը ընդհանուր առմամբ խափանված է։ Դրա փոխարեն իրանք գործի մասնակից են, ունեն դատարանի որոշումները թղթային տարբերակը, որը հենց հիմա նաև իմ ձեռքի տակ է, որտեղ հստակ դատարանը վարույթ է ընդունել մեր վիճարկման հայցը, ավելին երրորդ անձ ներգրավելու որոշում կա դատարանի կողմից, որտեղ եւս նշված է, որ քանի որ վիճարկվում է պետական ռեգիստրի, կադաստրի կողմից տրված իրավունքի վկայականները, հետեւաբար դատարանը նաեւ համաձայնագիրը, որով կնքվել է Սունդուկյանի եւ Պետգույքի կառավարման կոմիտեի հետ, այս բոլորը քանի որ վիճարկվում է, այս մարմիններին եւս երրորդ անձ են ներգրավել։ Այսինքն ակնհայտ է։ Հիմա տեսեք, իրանք ներկայացնում են, մենք ստեղ ենք հիմա, փաստացի ասում ենք, որ դուք շարունակում եք ապօրինություն, իրավունքի խախտում ցուցաբերել եւ առնվազն վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը այն մասով, որ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է, որ ըստ էության իրենք կասեցնում է իրենց գործողությունները, առաջարկում ենք, պահանջում ենք
դադարեցնել իրավունքի խախտումը շարունակաբար, հակառակ պարագայում հիմա մեր պահանջը ըստ էության մեր նաև գործողությունները թե պատկան մարմիններին հրավիրելն է, որպեսզի այս հարցերը իրականում նաև գնահատական տրվի եւ ըստ էության ոստիկանությանը պետք է հրավիրենք, որպեսզի չխոչընդոտվի մարդկանց մուտքը առնվազն կասեցվում է իրանց գործողությունը։ Մինչդեռ իրանք շարունակում են այս ապօրինի գործողությունը։ Ընդ որում, մի բան էլ ես ասեմ, ուղղակի որ պարզ լինի, հա, եթե իրանք ներկայացնում են, որ մենք ենք ոնց որ ասողը, պահանջողը, մեր պահանջն է, բայց իրանք մեկտաբանում են, որ սա ճանաչման հայց է, այդ դեպքում իրենք պարտավոր են հիմնավորեն ապացուցեն, թող բերեն դատարանից, մենք բերել ենք թղթեր, որոնցով մենք հիմնավորում ենք, որ սա վիճարկման հայց է։ Եթե իրանք չեն ընդունում, որ սա վիճարկման հայց է, ուրեմն իրենք են պարտավոր դա ապացուցելու, որ սա վիճարկման հայց չի։ Հետևաբար իրենք պետք է ներկայացնեն այս ճանաչման հայցի հետ կապված փաստաթղթերը։ Մենք գտնում ենք, որ շարունակում են ստեղ ապօրինությունները, ընդ որում նաև ըստ էության զերծ մնալով որոշակի որակումներ տալու, մենք ամենայն հարգանքով չենք եկել, ձեզ չենք իմ գործընկերները չեն հրավիրել, որպեսզի լուսաբանվի մամուլի ասուլիս տեղի ունեն, այլ եկել ենք մեր պահանջը փոխանցելու։ Հիմա փաստացի ստացվում է, որ մենք շարունակաբար հիմա էլ նորից կմոտենանք, ասենք տնօրենը թող մոտենա, մեզ կոնկրետ պատասխան տա։ Հիմա բացում է դռները, հա, այդ բանալիները իր տիրապետության ներքո պետք է չլինի ըստ իրավունքի, թե ոչ։ Որից հետո հաջորդի մեր գործողությունները կլինեն։ Արհաստաբանը ասաց, որ արտադրության նախարարության փաստաթուղթը հիմք չի կարող հանդիսանալ, որպեսզի բանալիները ձեզ տրվեն եւ դուք վերսկսեք ձեր գործունեությունը դահլիճում։ Ամեն դեպքում այդպես ասվեց։ Եթե դուք ներկա լինեիք, միգուցե դուք էլ հակադարձ։ Ես իմ գործընկերների շահերն եմ ներկա, իմ վստահորդի շահերն եմ ներկայացնում, երբ որ իմ վստահորդները դուրս են գալիս, ես իրավունք չունեմ ներկայանալու։ Ես հիմա եմ պատրաստ, եթե դուք էլ որ ըստ էության դուրս գաք, երևի միգուցե իրենք կմոտենային, դրսում կշարունակենք այդ հարցը, չէ, դե հիմա նայեք, մենք որ տեսեք, արդարադատության նախարարությունից մենք չենք պահանջել, որ որոշում տա, մենք խնդրել ենք ընթացակարգերից ելնելով, քանի որ օրենքի մեկնաբանություն, որոշակի պարզաբանում, դրա իրավունքը կրողը, հա, արդարադատության նախարարությունն է, մենք այս կոնտեքստում ենք դիմել արդարադատության նախարարությունը։ Սա ինչի է առաջացել, ես պարզաբանեմ, որովհետև միակողմանիորեն Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը, նախարարությունը եւ նախկին աշխատման, ասենց ասեմ, նախկին արդեն իրանց համար, չէ, գոյի հետ կապը, Կարեն Սիմոնյանը, ով, հա, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, այսպես ինքնուրույն մեկնաբանել են, իսկ հիմա հարց է ստացվում, արդյոք իրանք իրավունք ունեին մեկնաբանելու օրենսդրությունը։ Իրանք ընդհանրապես այդ իրավունքը չունեն, բայց մեկնաբանը ավելին գործողություններ են կատարել հակաիրավական դաշտում։ Ստացվում է հետևյալը, որ երբ որ մենք տեսեք փաստա, չէ, եկանք ստեղ հասանք, որ ներկայացնենք, իրանք մեկնաբանեցին, իրանք դիրքորոշումը ներկայացրեցին, որ իրանք ճիշտ են։ Մինչդեռ այտենց չի լինում, էլի։ Տրամաբանությունը հետևյալն է, եթե մենք ասում ենք, որ կասեցված է գործողությունը, ու բերում ենք հիմնավոր ապացույցներ, իրանք պետք է առնվազն սրա հետ հաշվի նստեն։ Եթե չէ, մենք փորձենք մեր իրավունքները այլ ձևով պաշտպանել։ Ջիր դատարանի, որով կասեց մերժվել էր ձեր միջնորդությունը։ Տեսեք, ես հիմա պարզաբանեմ, քանի որ մեր հայցը Իրանից ներկայացնում է, քանի որ փոխկապակցված են մեր պահանջները, մեր հայցը իրենից ներկայացնում է երկու կոմպոնենտ, կա եւ վիճարկման հայց եւ ճանաչման հայց, ես դրա տրամաբանության ներքո, ճանաչման հայցի տրամաբանության ներքո, որպեսզի ապահովենք հետագա իմ վստահորդների գործունեությունը անխոչնդոտ, որը թվում է թե բոլոր կողմերից ասվում է, որ երաշխավորվում է ստեղծագործական իրավունքի ապահովումը, բայց մինչև այս պահը փաստացի հակառակ պրոցեսն է գնում։ Մենք ներկայացրել ենք միջնորդություն գույքը տիրապետելու օգտագործելու նախքին, հա, այդ իրավիճակում, ասած նախքին կարգավիճակին մինչև դուռը փակելու կարգավիճակին հասնելը։ Այդուհանդերձ դատարանը նշված հանգամանքը, քանի որ
տեսեք, բանակցություններ կար, բանակցությունների ավարտ կա եւ բանակցությունների ավարտից հետո գործողություններ կա։ Դատարանը այդ միջնորդությունը մերժել է, որ բավարար հիմքեր չի ներկայացվել ըստ էության։ Մինչդեռ մենք այդ բավարար հիմքերը այս պահին էլ ունենք եւ մենք կաշկանդված չենք ներկայացնելու հետագա այդ ընթացքը ապահովելու համար, բայց այս պահին խոսքը ուրիշ բանի մասին է։ Առնվազն ես փաստում եմ, որ Սունդուկյան թատրոնի կողմից Գոյ թատրոնի տարածքը օգտագործելու, տնօրինելու, տիրապետելու իրավունքը կասեցված է։ Սա եմ փաստում ես։ Հետևաբար իրենք այստեղ որևէ գործողություն իրավունք չունեն անելու։ Ոչ միայն այս գրությունը հավելյալ օբյեկտիվ երրորդ կողմից հավելյալ, ասենք, պարզաբանում է ներկայացվել։ Դատարան համաձայն վարչական դատարանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման։ Վերջո ինչպես է ավարտվելու այս արտակարգը։ Մենք հիմա Սարգիս ջան փորձենք այդ հասկանալ նորից ասենք դե հա, եթե գալիս են, չեն գալիս, որպեսզի հասկանանք մեր հետագա ընթացքը։